Արևային էներգետիկայի մասով հանրապետությունում գործում են 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 72 արևային էլեկտրակայաններ, ևս 47-ը գտնվել են կառուցման փուլում, ներառյալ 55 մեգավատանոց Մասրիկ 1 արևային կայանը։ Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործի 119 արևային էլեկտրոկայան 577 մեգավատ գումարային հզորությամբ։ Կարևոր եմ համարում շեշտել, որ ես խոսում եմ այստեղ արտադրող արևային էլեկտրոկայանների մասին, բայց կարևոր հանգամանք է ուշադրություն դարձնել նաև կենցաղային սպառման համար, սեփական սպառման համար տանիքներին տեղադրված արևները, որոնց թիվը 24 թվականի տարեվերջի դրությամբ բաշխման ցանցին միացված ինքնավար էներգոարտադրողների քանակը կազմել է 31249 գումարային 420 մեգավատ։ Այստեղ ևս բավական արագ տեմպերով աճ ունենք, արդեն այս ամսվա տվյալներով այս 420-ը դառել է 450 մեգավատ, սա մի կողմից ուրախացնում է, բայց մյուս կողմից խնդիրներ է ստեղծում։ Պարոն Մեսրոպյան, այդ թվերը տպավորիչ են, մեզ նաև ինձ հետաքրքիր է, թե մենք էներգետիկ պոտենցիալը մեր Հայաստանի Հանրապետության հաշվարկված նման թիվ ունենք, ասենք մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում, արևային էներգետիկայի, նաև գեոթերմալ ռեսուրսների իմաստով ունենք մի որոշակի պատկերացումներ, բնական է, որ դա ճշգրիտ չի կարող լինել, բայց այդ պոտենցիալը, որ փաստացի մենք ռազմավարական իմաստով հաշվարկ ենք անում, ունենք նման թվեր, թե դեռևս ուսումնասիրություն չի կատարվել այդ ոլորտում։ Շատ լավ հաստատվեցիք, պարոն Բագրատյան, ուրեմն հիդրոռեսուրսների մասով ունենք եւ հիդրոռեսուրսների մասով գրեթե ամբողջությամբ այս բանը սպառված է, իրացված է։ Ես արդեն փոքր հեկերի մասով էլ նշեցի, որ կարող է առաջիկա տարիներին 1-2 կամ մաքսիմում 10 հիդրոկայանի հնարավորություն լինի, բայց մեծ մասով բոլոր այդ ռելիեֆային բանից կախված եւ ջրատարությունից եւ բարենպաստ պայմաններից կախված իրացված է այդ մասում։ Արևային ռեսուրսի համար քարտեզները, այո, համապատասխան մասնագիտացված կառույցների կողմից արդեն իրացված է, գոյություն ունի արևային քարտեզը, իսկ արևային քարտեզը դա այն քարտեզն է, ըստ որի ներդրողը պետք է ուղղորդվի եւ համապատասխան տարածքները ընտրի, բանանի, եւ եթե չեմ սխալվում, արևային քարտեզների համաձայն մոտ 1000 եւ մի քիչ ավել մեգավատ ռեսուրս ունենք եւ ի ուրախություն բոլորիս պետք է ասեմ, որ ըստ էության դրա մի մասը դե ֆակտո արդեն իրացված է եւ թղթային տեսքով դե յուրե մնացած մասն էլ է իրացված, այսինքն տրված են լիցենզիաները, գտնվում են կառուցման փուլում, բայց արևայինի մասով մի քիչ հետո կանդրադառնամ, մենք լուրջ խնդիրներ ունենք այս պահին, որ պետք է գնանք նոր լուծումների, որովհետեւ մի բան է, երբ որ երկիրը մեր նման երկիրը 3 տարի առաջ ուներ 50 մեգավատ արևային իրացված բան, պոտենցիալ, եւ մի բան է, երբ որ այսօր արդեն մենք ունենք 450 մեգավատ տանիքներին տեղադրված արև եւ 300 մեգավատ արտադրող կայաններ ունենք ու հետեւից էլ մեծ ծավալով գալիս են այն մյուս արևային կայանները, որովհետեւ գիտեք էլեկտրաէներգիան բարեբախտաբար թե դժբախտաբար այդ բնավորություն ունի, ինչ արագությամբ արտադրվում է, այդ արագությամբ պետք է սպառվի, չնայած այդ ուղղությամբ արդեն բանը փոխվում է, գիտությունը զարգացել է, այդ կուտակիչ ակումուլյացիոն կայանների բանը լուծված է տեխնիկապես, պարզապես այդտեղ սակագնի եւ բանի հարցն է, թե ինչքան մատչելի կդառնա ներդրողների համար, որ այդ տեխնոլոգիաները օգտագործեն։ Քամու քարտեզները արվում են, թիվ չեմ կարող ասել այս պահին, պարզապես քամու հողմային էլեկտրակայաններ մեր երկրում զարկ չի տրվում, ելի առաջին հերթին լոգիստիկայի հետ կապված խնդիրներն են եւ երկրորդը ստացվող սակագինը բավական բարձր է ստացվում առայժմ, որ մեզ մոտ պարզապես մրցունակ չի կարող լինել։ Այդ իմաստով իսկ ավելի ընդհանրացնելով ձեր հարցի պատասխանը, եւս մեկ անգամ վստահ եմ ներկաների մեծ մասը այդ մասին գիտի, մենք տեղակայված հզորությունների դեֆիցիտ չունենք, պատմականորեն չունենք, թե Սովետ միությունից եկած եւ թե վերջին 30 տարիներին կառուցված, պարզապես էներգետիկայում այլ խնդիրներ ունենք
եղած հզորությունները արտահանելու, այլ երկրներում վաճառելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու այդ խնդիրները ունենք, ինչի հետևից գնում ենք հիմա։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան։ Կարող ենք մենք վստահ հայտնել մեր քաղաքացիներին, որ մենք էներգիայի իմաստով ինքնաբավ հանրապետություն ենք։ Ուղիղ հարցին հետևյալ կերպ կարելի է պատասխանել. մենք տեղակայված հզորությունների մասով ինքնաբավ ենք, բայց քանի որ մեր այս պահի դրությամբ դեռ 60% արտադրված էլեկտրաէներգիան արտադրվում է երկրում դեռևս ներկրվող գազային վառելիքի միջոցով, իսկ այն մյուս 30%-ը միջուկային վառելիքի միջոցով, հա, այդ իմաստով ռիսկեր կան։ Արևային կայանների վերականգնող էներգետիկայի զարգացումը այդ իմաստով շատ լավ է եւ բերում է արդեն այդ կախվածության փոքրացման, բայց եթե չունենանք ներկրվող գազային վառելիքի ֆորս մաժորային իրավիճակներ, չունենանք գնային տատանումներ անսպասելի եւ կտրուկ, ապա այս վիճակը ինչ որ ունենք, մենք կայուն վիճակ է։